Իշխանությունները կարծես թե բոլոր հարցերը լուծել են, հիմա էլ թիրախում ամբողջ ծավալով հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է նեղ սրտել, թե ինչու եկեղեցին չի հարկվում, բայց հարկվում են օրինակ գործարարները։ Եկել է ժամանակը մենք քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք որ բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են եկեղեցու հանդեպ, ինչու դա չի կիրառվում, եւ ես կարծում եմ մենք այդ հարցը պետք է մոտ ժամանակները քննարկենք, որովհետեւ հերիք եղավ էլի։ Եկեղեցուն հարկելու միտքը գուցե իշխանության գլխում նոր է փայլատակել, բայց եկեղեցու դեմ արշավները նրանք սկսել էին դեռ իշխանության չեկած, այսպես կոչված Թավշյա հեղափոխության շրջանում, երբ հակաեկեղեցական շարժում սկսեցին, Նոր Հայաստան, Նոր Հայրապետ անվամբ։ 2-3 կասկածելի անցյալ ունեցող եկեղեցականների էին հավաքել ու մի քանի սորոսական ցուցարարների, փորձում էին պառակտել, վարկաբեկել եկեղեցին։ Սորոսականներին հաջողվեց մուտք գործել վեհարանի շենք ու պղծել իրենց ներկայությամբ։ Չնայած իրենց նպատակներին ՔՊԱ-ականներին չհաջողվեց պառակտում մտցնել եկեղեցու ներսում, իսկ հիմա երևի կոկորդներին է կանգնել Բագրատ Սրբազանի շարժումը, որով Սրբազանին հաջողվում է համախմբել հասարակության լայն շերտերի, որովհետև Արցախից հետո հիմա էլ Հայաստանի սուվերեն տարածքից են թշնամուն հողեր հանձնվում, ՀՀ կառավարության լուռ համաձայնությամբ, անունն էլ դնում են, թե սա պատմական իրադարձություն է, ուրախանալու առիթ, որ վերջապես Հայաստանը սահման կունենա։ Այնուամենայնիվ եկեղեցին հարկելու մասին սրբազանների կողմից պատասխան եղավ ԱԺ-նախագահ Սիմոնյանին։ Արշակ arczepiskopos Խաչատրյանն ընդգծել էր, որ եկեղեցու հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են։ Խնդրո առարկա անձը փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ անխոցելի է նաև պորոտախոսության գործում։ Եթե խոսելուց առաջ չի ստացվում, եթ պետք է փորձել դրանից հետո մտածել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն էր անվանել։ Նրա խոսքով իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։ Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք գաղափարական պայքարով հաղթեք, ռեպրեսիվ մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։ Ամեն դեպքում տարօրինակ իրավիճակ է, գուցե Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, բայց հայ առաքելական Սուրբ եկեղեցին ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների 488-րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Այս առումով Ասողիկ Աբեղա Կարապետյանն էլ գրել էր, որ հայոց եկեղեցին միշտ էլ եւ պարտաճանաչորեն վճարել է ջրի, գազի, էլեկտրաէներգիայի եւ այլ տեսակի հարկերը։ Մի խեղաթյուրեք իրականությունը։ Գիտակցեք, որ եկեղեցին հազարավոր աշխարհական աշխատակիցների աշխատավարձ ու նպաստ է տալիս, պետությունից մեկ լումա չակնկալելով։ Եվ այս ամենը շնորհիվ այն բարեպաշտ ու հայրենասեր հայորդիների, ովքեր գիտակցում են իրենց մայր եկեղեցու սրբությունն ու առաքելությունը եւ լիակատար վստահելով իրենց արդար վաստակից մաս եւ բաժին են հատկացնում ազգակերտ ու հայրենապահ Սուրբ եկեղեցուն։ Այս հարցին անդրադարձել էր նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Նա մասնավորապես գրել էր. առաջարկ անողը գաղափար անգամ չունի, որ հանրային ընդվզումների եւ համընդհանուր լարվածության եւ հակամարտությունների ժամանակ նման անհիմն առաջարկները կարող են էլ ավելի սրել առկա վիթխարի տարաձայնությունները եւ հանրությանն ու հավատավոր ժողովրդին համախմբել եկեղեցու շուրջ։ Իդեպ Ալեն Սիմոնյանն այս հայտարարությամբ չի սահմանափակվել ու սրբազան պայքարը վարկաբեկելու համար հայտարարել է. Բագրատ Սրբազանը եւ քաղաքականությունն ու իրավունքը իրարից հազարամյակներով, կիլոմետրերով հեռու են։ Եկեք այստեղ դադար տանք ու հիշենք, թե ով էր Ալեն Սիմոնյանը մինչ հեղափոխությունը, որքանով էր մոտ քաղաքականությանը։ Մի բան բոլորն են հիշում. Սիմոնյան Ալենը փող էր աշխատում նկարահանվելով էժանագին սերիալներում, խաղալով էժանագին դերեր, կերտելով այլասերված անբարոյական մարդու կերպարներ։ Դառնանք նաև ազգային ժողովի նախագահ դարձած Ալեն Սիմոնյանի վարքագծին։ Հիշում եք, չէ, Երևանի փողոցներից մեկում Կասկադի մոտ հատվածում քաղաքացու վրա թքելու փաստը։
Սակայն մինչև այսօր ազգային ժողովի նախագահի այդ քայլը որևէ իրավական գնահատականի չարժանացավ։ Պարզվում է, հասարակայնորեն թքելը Սիմոնյանների ընտանիքի համար ամենևին անընդունելի չէ։ 2 տարի առաջ, երբ Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում ի պաշտպանություն Արցախի եւ հնչում էր իշխանության հրաժարականի պահանջը, Ալեն Սիմոնյանի մայրն էր պատշգամբից թքել ցուցարարների վրա ու միջնամատ ցույց տվել։ Հայկական հայտնի առածն ասում է. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Եվ սա հենց այդ դեպքն է։